Ողջույն բոլորին, այս տեսանյութում հունվարի 13-ի լուսնային օրացույցն է։ Մինչև առավոտյան ժամը 05:27 դեռ կլինի լուսնային 24-րդ օրը։ Սկսված ժամը 05:27-ից մինչև հունվարի 14-ը ժամը 06:46 կլինի արդեն լուսնային 25-րդ օրը։ Այսօր լուսինը կանգնած դիրք չունի։ Լուսինը ամբողջ օրը կգտնվի կարիճ նշանում, բայց Հայաստանի ժամանակով կեսգիշերն անց արդեն կանցնի աղեղնավոր նշան։ Ովքեր որ ապրում են Հայաստանում, ապա դեռ կարիճ նշանում է եւ սեռական օրգանները, ուղիղ աղիքը, հետանցքը, միզուկը, սեռական գեղձերը, ձվարանները, շագանակագեղձը, ցողունային ոսկորը եւ գեները։ Այս օրգանները բավականին զգայուն կլինեն եւ դրանց նկատմամբ լրացուցիչ խնամք է հարկավոր։ Իսկ արդեն օրվա երկրորդ կես, ոչ թե երկրորդ կես, այլ կեսգիշերից հետո գիշերը Հայաստանում, իսկ մեկ այլ երկրում կարող է առավոտյանը անցնում է աղեղնավոր նշան եւ լյարդը, սրբոսկրը, ազդոսկրը, ազդրի մկանները, կոնքազդրային հոդերը, գոտկային ողը, մեջքի ստորին հատվածի մկանները։ Այս օրգանները ամենազգայուն կլինեն, կոկիքս երևի նման, ոչ է ինչ-որ բան կա, չգիտեմ, դրանք ուշադրության կարիք ունեն եւ վիրահատություններ կարելի է, բայց ոչ նշածս օրգաններում։ 25-րդ լուսնային օրվա խորհրդանիշը դա կրյան է, նաեւ խեցին։ Կրյան դա ինտուիցիան է եւ դանդաղկոտությունը։ Օրվա կարգախոսը դանդաղ եւ հաստատուն քայլերով, գործերով հաղթում է միայն մարդը, երբ որ ինքը ավելի դանդաղ է գնում եւ հաստատուն քայլերով։ Օրվա գույները դեղին, կանաչ եւ կապույտ։ Օրվա քարերն են կատվի աչք, բազեի աչք եւ քրիզոբերիլը։ Իմաստության եւ արդարության օր է։ Այսօր կկարողանաք հաղթանակ տանել դատարանում, եթե ունեք դատական գործընթացներ։ Միայն այնտեղ պետք է ձեզ պահեք շատ հանգիստ։ Այդ դեպքում կհաղթեք։ Ծուլության օր է նաեւ։ Մարդիկ կարող են լինել, ասես, անջատված։ Այսօր փորձեք քիչ ծանրաբեռնել ձեր ուղեղը, քիչ մտածեք, որ կարողանաք ձեզ տանջող որոշ հարցերի պատասխաններ գտնել։ Ինչ ցանկանում եք անել այսօր, ապա պետք է անեք շատ հանգիստ եւ դանդաղ։ Այսօր շատ նշաններ կստանաք, պետք է շատ ուշադիր լինեք, որպեսզի ըմբռնեք դրանք։ Այն ձեզ ճիշտ ուղին ցույց կտան։ Նոր բան սկսելու կարիք չկա, բայց այն, ինչը արդեն սկսվել է, պետք է ավարտին հասցնել։ Ամեն ինչ արեք հանգիստ եւ էլի դանդաղ։ Եթե չեք ցանկանում այսօր նյարդենանալ, ապա խուսափեք պատահական եւ անհարկի շփումներից։ Հարմար է անձնական խնդիրներն ու առօրյա հոգսերը լուծելու համար։ Յուրաքանչյուր ոք պետք է նայի իր ներաշխարհը, անդրադառնա իր վարքագծին եւ իր կյանքին։ Եթե այսօրվա համար ճանապարհորդություն եք պլանավորել, ապա ձեզ անսպասելի հաջողություն է սպասվում։ Կարևորը ոչ մի տեղ մի շտապեք։ Շատ բարենպաստ օր է ֆինանսական հարցերը լուծելու, ինչպես նաև մարդկանց հետ հանդիպելու համար, որոնցից ապագայում կախված կլինի ձեր իսկ ապագան։ Վստահորեն շարունակեք ձեր սկսած գործը, բայց ոչ մի դեպքում նորը մի սկսեք։ Եթե խնդիրներ ունեք, դիմեք բժշկի եւ դա պարտադիր է։ Ինքնաբուժությամբ մի զբաղվեք, քանի որ դա կարող է հանգեցնել վատ հետևանքների։ Մի սկսեք նոր դեղամիջոցներ ընդունել, դա կարող է վատ ազդեցություն ունենալ ձեր ինքնազգացողության վրա։ Խորհուրդ չի տրվում նաև ծակել ականջը եւ բուժել։ Այսօր խոցելի են ականջները, գլուխը, զգայական օրգանները։ Այսօր բարենպաստ օր չէ լուրջ տնային գործերի համար։ Ավելի լավ է վերանորոգումը հետաձգել, որպեսզի ավելի ուշ չվերսկսեք այն։ Հղիություն եւ բեղմնավորում։ Այսօր դեռ պետք է պատրաստվեք հոգով եւ սրտով, որ ցանկանում եք հղիանալ։ Այսօր հղիություն չի սպասվում։ 25-րդ լուսնային օրը ծնված երեխաները դառնում են ֆորտունայի ֆավորիտները, բախտն ու երջանկությունը ուղեկցում են նրանց ողջ կյանքում։ Նրանք իմաստուն են եւ անշտապ, ֆլեգմատիկ։ Նրանք հաճախ են տեսնում մարգարեական երազներ։ Մանկությունից նրանք կարող են ուրիշներին ավելի հասուն եւ իմաստուն թվալ, քան իրենց հասակակիցները։ 25-րդ լուսնային օրը ցանկացած կոպիտ սնունդ հակացուցված է ինչպես նաեւ սեխն ու սունկը։ Սանրվածք։ Այսօր չի կարելի մազերը կտրել եւ ներկել։ Կարող է մազերի երանգը փոխելուց այն տեսքը չստանաք, որը ցանկանում եք։ Եթե ներկեք ձեր մազերը, կարող են կոնֆլիկտներ առաջանալ շրջակա միջավայրի հետ։ Կլինեն դժգոհություններ իշխանությունից, ձեր տնօրինությունից, նաեւ կունենաք ֆինանսական խնդիրներ։
Այսօր մազերը շատ խոցելի են, եթե ցուրտ է, ապա անպայման պահեք ձեր մազերը գլխարկի տակ։ Բիզնես եւ աշխատանք, հարմար օր է ճամփորդություններն ու ճանապարհորդություններ սկսելու, նոր բնակավայր տեղափոխվելու համար։ Դուք կարող եք դատական հայց ներկայացնել այսօր։ Հիանալի օր է առևտրի, գրասենյակը նոր տարածքներ տեղափոխելու համար։ Հնարավոր գործընկերության եւ երկարաժամկետ պայմանագրերի կնքման շուրջ բանակցությունները հաջող կընթանան։ Չի կարելի փորձել արագացնել այսօրվա ֆինանսական եւ առևտրային գործերը, պետք է շարժվեն իրենց տեմպերով։ 25-րդ լուսային օրը սկսված ցանկացած գործարք պետք է մանրակրկիտ մտածված լինի եւ պայմանագիրը կամ այլ բիզնես փաստաթղթերի տեքստը պետք է կարդան առնվազն 2 ղեկավար եւ 2 իրավաբան։ Կզարգանա նաեւ կնքված գործարքը կամ առանց նայելու կնքված պայմանագիրը, բայց ոչ այն ուղղությամբ, որը կցանկանայիք։ Խնդիրն այն է, որ դժվար է կասեցնել դրանց զարգացումը եւ ճշգրտումներ կատարելու համար կպահանջվեն զգալի ջանքեր։ Հնարավոր է նաեւ լրացուցիչ ներդրումներ հարկավոր լինեն։ Էլ չասած, որ դա կհանգեցնի ժամանակի զգալի կորստի։ Անձնական կյանք, լավագույն օրերից մեկը ծանոթությունների, ընկերների ու ընկերուհիների, հարազատների ու համախոհների հետ հանդիպելու համար։ Դուք կարող եք հանգիստ տնային հավաքույթներ կազմակերպել, թեյ խմել, բայց ոչ գինի, ուտել տորտ եւ խոսել ամեն ինչի մասին։ Անցկացրեք նաեւ այսօրը եղբայրների եւ քույրերի հետ։ Էզոտերիզմ։ Տիբեթում 25-րդ լուսնային օրը նշվում է որպես դաչայի ուսմունքների պահապանի օր։ Համարվում է, որ այսօր նա իր օրհնությունն է տալիս բոլոր կենդանի էակներին։ Էզոտերիկ քրիստոնեական ավանդույթի համաձայն մկրտությունը սովորաբար անցկացվում է 25-րդ լուսնային օրը։ Այսօր լսեք ձեր ներքին ձայնին, այն ձեզ շատ նշաններ կտա։ Այսօր շատերը կարող են տեսնել մարգարեական երազներ, որոնք կլինեն շատ խորհրդանշական եւ պետք է գրագետ մեկնաբանություն։ Երջանիկ երազներն իրականանում են, եթե ոչ ոքին չպատմեք։ Լուսնային 25-րդ օրվա հավելյալ քարերն են կարմիր յաշման, բազեի աչքը, դաշտային սպաթը եւ էլի վագրի աչքը։ Այգեգործության համար ավելի լավ է ձեռնպահ մնալ տնկելուց, քանի որ այսօր տնկված բույսերը շատ դանդաղ կաճեն։ Նա իհարկե այն բույսերը պետք է տնկեք, որը հենց պետք է դանդաղ աճեն։ Ինչ կարելի անել այս լուսնային օրը։ Տնային գործեր, միապաղաղ գործունեություն, ճանապարհորդություններ, պլանավորված գործողումներ, վաճառքի հետ կապված գործարքներ, յոգա, մեդիտացիա։ Վստահեք ձեր ներքին ձայնին եւ ջրային բուժումներ։ Ինչից պետք է խուսափել այս լուսնային օրը, մեծածավալ կամ ինքնաբուխ գնումներից, առևտրի հետ կապ չունեցող դրամական գործարքներից, հաղորդակցությունից, լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Այսօր բարենպաստ է որսալ կարպ ձուկ, սկսել ծոմ պահել, մաքրել լյարդը, բարենպաստ է նաև դեմքի մաքրումը, վարկ վերցնելու համար, ֆինանսական գործարքների, բայց իհարկե արդեն նշեցի, որ պետք է մի փոքր ուշադիր լինել, գումար հետ գցել, հավաքել, գնել դրամապանակ, անշարժ գույք ձեռք բերել, նաև բարենպաստ է ամուսնությունը, սա փրվել է նույնպես։ Իսկ այգեգործության համար սենյակային բույսերի վերատնկման համար է լավ, ծաղիկները աճեցնելու համար, կակաչների համար, սխտոր հավաքել, կաղամբը հավաքել, կաղամբի սածիլների, կաղամբ տնկել, լոլիկ հավաքել, կարտոֆիլը պահել, վարունգի սածիլների համար է լավ եւ սոխ հավաքելու համար է շատ լավ, նաեւ սենյակային բույսերի կտրման համար է շատ լավ։ Այսքանը սիրելիներս, ձեզ հաճելի օր եմ մաղթում։